Շատերն էին հարցնում, շատերն էին սպասում, Xbox-ի ու PlayStation-ի համեմատում։ Կհամեմատենք տարբեր կատեգորիաներում, կտենանք որն է ավելի լավ, որն է ավելի հարմար ու ամենակարևորը, որը արժի առնել 2026-ում։ Ու անկեղծ ասած, արդյունքները ինձ մի քիչ զարմացրեցին։ Համով տխմելու բան վերցրեք, եկեք հետաքրքիր ալնելու։ Մեր այսօրվա խաղային սարքերն են PlayStation 5-ը Slim տարբերակով եւ Xbox-ը Series S տարբերակով։ Հատուկ շնորհակալություն իմ ամենալավ ընկերոջով մեծ սիրով տրամադրեց Xbox-ը համեմատության համար։ Հա, այս սարքերին ծանոթ մարդիկ կարող ասեն մի քիչ արդար չի համեմատել Xbox Series S-ը PlayStation 5 Slim-ի հետ, քանի որ PlayStation 5 Slim-ը իր տեխնիկական հնարավորություններով մի քիչ ավելի բարձր է, քան Xbox-ի Series S տարբերակը։ Բայց ոնց սմարթֆոնների աշխարհում ստեղ էլ ամեն ինչ միանշանակ չի, ամեն ինչ տեխնիկական հնարավորություններով չի չափվում ու հեսա վիդեոյի ընթացքում կհասկանաք խի։ Չափսերով Xbox Series S-ը ավելի փոքր է, քան PlayStation 5 Slim-ը։ Ոնց կարեք տանեք ձեր էկրաններին։ Կոնտրոլերները լիովին տարբերվում են իրարից, իրենց դիզայնով, հարմարությամբ ու ֆունկցիոնալով։ Ու կարծում եմ հենց տեղա որ պետքա առավել ուշադրություն դարձնել, քանի որ այս սարքերի օգնությամբ ես կապ հաստատում քո խաղային համակարգի հետ ու պետքա այս սարքերը մաքսիմալ հարմար լինեն քո ձեռքերի համար, որ հաճույք ստանաս քո խաղային process-ից։ Ի սկզբանե պատասխանեմ բոլոր PC գեյմերներին, ովքեր ուզում են գնան մեկնաբանություն ու գրեն, կարելի է շատ հզոր կոմպ հավաքել, հզոր գրաֆիկայով, որ տենց լավ FPS տա, գրաֆիկան թույն լինի, գիտեմ դրա մասին, բայց դրա վրա ծախսելու ես լիքը գումար, լիքը ներվեր, լիքը ժամանակ, որ այդ ամեն ինչը հավաքես, հույս ունենաս, որ աշխատելու է, դրա փոխարեն կարելի է ուղղակի խաղային համակարգ առնել ու խաղալ։ Չեմ ասում նույնն է, բայց էլի շատ հաճելի է, ու ասենք այն մարդու համար, ով ունի MacBook ու իրան պետք չի մի հատ առանձին սարք հավաքել, իրոք խաղային համակարգերը ավելի հարմար են։ Հանուն արդարության երկու սարքերն էլ ունեն առավելություններ ու թերություններ, որը իմ օգտագործման ժամանակ հայտնաբերեցի ու հիմա անցնենք դրանց քննարկմանը եւ իհարկե համեմատությանը։ Երկու սարքերն էլ բավականին հզոր են ու թույլ են տալիս խաղալ այսօրվա նոր դուրս եկող մեծ խաղերը, համենայն դեպս այն ինչ ես փորձեցի, բավականին լավ բավարար աշխատում է սարքերի վրա։ Երկու սարքերն էլ հնարավոր է ձեռք բերել 1 տերաբայթ հիշողությամբ ու ես հենց այդ եմ խորհուրդ տալիս, քանի որ այսօրվա խաղերը իրոք շատ մեծ են ու շատ հիշողություն են պահանջում, բայց ցանկության դեպքում կարելի է հիշողությունը շատացնել արտաքին հիշողության սարքերով։ Բայց PlayStation 5-ը մի քիչ ավելի հզոր է ու երբ միացնում ես 4K էկրանին ու մոտիկ ես նստում, սկսում է ավելի ակնհայտ երևալ այդ տարբերությունը։ Հանուն արդարության նենց չի տարբերությունը շատ մեծ է, ասենք PlayStation-ով կվայելեք, իսկ Xbox-ով հազիվ որակ կտա, դե նորմալ է։ Xbox-ի վրա մի հատ շատ լավ հնարավորություն հայտնաբերեցի, որը անկեղծ զարմացրեց ու շատ կուզեմ նաև լինի PlayStation-ի վրա, դա արագ խաղ վերադառնալու հնարավորությունն է։ Ասենք, եթե մի քանի խաղ խաղացել ու պաուզա եք տվել կամ նույնիսկ Xbox-ը անջատել եք ու հետ եք միացրել, խաղը կարելի է խաղալ նույն տեղից, այդ պաուզա տված տեղից։ Ահա որ լավ ֆունկցիա է ու վստահ եմ PlayStation-ն էլ չի խանգարի sense ֆունկցիա, քանի որ PlayStation-ի դեպքում եթե խաղից դուրս գաք ուրիշ խաղ խաղաք, այդ նախորդ խաղը ուղղակի անջատվում է։ Հələ չեմ ասում, եթե PlayStation-ը անջատեք, բոլոր խաղերն էլ անջատվելու են։ Պարզաբանման համար ասեմ, որ թյուրիմացություն չստեղծվի, այս ասածը չի նշանակում, որ PlayStation-ի պարագայում ձեր խաղի պրոգրեսը կորելու է։ Ուղղակի սկսելու եք նախորդ save արած տեղից։ Խաղային համակարգերը միանում են բավականին արագ։ Հետաքրքիր է, որ Xbox-ը ավելի արագ է միանում, բայց հենց օպերացիոն համակարգի ներսում գործողություններ կատարելուց ավելի դանդաղ է զգացվում, քան PlayStation-ը, որի բացատրությունը տենց չեմ գտել։ Ասեցի առավելություն, բայց եկեք ասեմ նաև մի հատ թերություն, որը հայտնաբերեցի Xbox-ի վրա։ Եթե Xbox-ի վրա միացրած է Instant On ռեժիմը, սարքը ինքն իրան տաքանում է ու մի քիչ անհանգստացնող չափի է տաքանում։ Այս ռեժիմը տենց sleep ռեժիմ է ու եթե սարքը միացված է հոսանքին, բայց սարքը ինքնին անջատված է, սկսում է խաղերի update-ներ անել, իր օպերացիոն համակարգի update-ներ անել։ Չգիտեմ խի պետք է update-ներից այդքան տաքանա, չեմ հասկանում, փորձեցի մանգամ Google-ում ու ոչ միտեղ տենց նորմալ ինֆորմացիա չկար, թե խի է այդքան տաքանում, բայց մի քիչ անհանգստացնող է։ Որ նենց չի վատ հնարավորություն է, չէ, շատ լավն է, բայց անհասկանալի է, թե խի սովորական update-ից այդքան տաքանի։ Նենց որ կարծում եմ, ուղղակի ավելի լավ կլինի այդ instant on ռեժիմը անջատել, որ համ չտաքանա, համ էլ հոսանք խնայեք։ PlayStation-ի թերությունը, որը կուզեմ նշեմ, դա աշխատանքի ժամանակ աղմուկն է։ Կարեք հիմա համեմատությունը լսեք։
Ոնց լսեցիք, նկատելիորեն ավելի բարձր է, քան Xbox-ինը։ Երևի թե ակտիվ հովացումը ավելի մեծ ուժով է աշխատում, դրա համար էլ այսքան աղմուկ է առաջացնում։ Բայց տենց է, որ մի որոշ ժամանակ օգտագործելուց հետո սկսում ես չնկատել աղմուկը, կամ եթե ականջակալներով ես խաղում, ընդհանրապես նկատելի չի։ Հզորության համար միավորը ստիպված եմ տամ PlayStation-ին, քանի որ ընդհանուր առմամբ ավելի լավ որակ է տալիս նույն խաղերի փորձարկման ժամանակ։ Հատուկ ես փորձարկման համար նույն խաղերն եմ ներբեռնել երկու սարքերի վրա, որ մաքսիմալ արդար լինի համեմատությունը։ Ու ոնց ասեցի, եթե օգտագործում եք ավելի բարձր որակի մոնիտոր, տարբերությունը ավելի ակնհայտ է դառնում։ Այս ամեն ինչի մեջ ամենահյութալի մասը կոնտրոլերները, որը կարա որոշիչ լինի շատերի համար, երկուսն էլ անլար են, բայց հնարավորություն ունեն լարով միանալու ու խաղալու։ Xbox-ի կոնտրոլերը կշռում է մոտ 270-ից 272 գրամ, իսկ PlayStation-ը 279 գրամ։ Տարբերությունը աննշան է, որը հաստատ չկզգա։ Կոնտրոլերների համեմատության պարագայում անկեղծ մի քիչ դժվար է արդար կարծիք ասել, քանի որ ես ամբողջ կյանքս խաղացել եմ PlayStation-ի կոնտրոլերով ու իհարկե իմ ձեռքին ավելի հարմար է հենց դա։ Xbox-ին մի քիչ երկար է ու մեծ ու տենց իմ համար անհարմար է։ Հատկապես ջոյստիկների դիրքը։ Իմ փորձից ասեմ, այս ջոյստիկները հարմար չեն շուտերներ խաղալու համար, համ մեջի փոքր խորության պատճառով, համ մի քիչ թույլ են, ձգություն է պակասում։ Բայց մյուս կողմից էլ հասկացա, որ վերևի այս երկու կոճակները ավելի հարմար են շուտերների համար, որովհետև ունեն տենց մկնիկի կտոցի զգացողություն։ Ու եթե կրակելու կոճակները սրանք դնեք, իրոք հարմար է։ Ու նաև ասեմ, որ հարմար է ռեյսինգ խաղեր խաղալը այս երկու երկար տրիգերներով։ Ինքը մեջը ունի փոքր մոտորներ, որը խաղի ընթացքում վիբրացիաներ է տալիս ու խաղը ավելի ռեալ է զգացվում, նույն ինքը haptic feedback-ը։ Եթե անդրադառնանք PlayStation-ի կոնտրոլերին, նախ ահավոր հարմար է ձեռի մեջ նստում ու վերոնշալ haptic feedback-ը ավելի հաճելի է զգացվում։ Կոնտրոլերը վրա կա բարձրախոս, որի օգնությամբ շատ ձայնային էֆեկտներ փոխանցվում են հենց կոնտրոլերի օգնությամբ, որը շատ հաճելի էֆեկտ է տալիս, որը անկեղծ պետք է օգտագործեք, որ հասկանաք ինչ նկատի ունեմ, ու կոնտրոլերի վրա նաև կա միկրոֆոն, որը կարաք օգտագործեք խաղերի ներսում ձայնային չաթերով խոսալու համար։ Մեջտեղի հատվածում ունի trackpad, որի օգնությամբ շատ հարմար է ստեղնաշարից օգտվելը ինչ-որ բան գրելու համար։ Ու joystick-ների դիրքը ավելի բնական ու հարմար տեղում է գտնվում։ Կոնտրոլերների լիցքավորման process-ը, որը կարծում եմ շատ կարևոր է նշել, PlayStation-ի DualSense-ը ունի ներկառուցված մարտկոց, որը դիմանում է մոտավորապես 8-ից 10 ժամ, իսկ Xbox-ի կոնտրոլերը աշխատում է 2A էլեմենտներով։ Աշխատելու տևողությունը կախված է թե ինչ արժեքի ու որակի էլեմենտ կառնեք։ Դրա համար հստակ չեմ կարող ասեմ, բայց Google-ը ասում է, որ կդիմանա մոտավորապես 30-ից 40 ժամ։ Երևի թե այդ են Duracell-ներով կամ թանկ էլեմենտներով, չեմ կարծում, էժան մի քանի 100 դրամանոց էլեմենտներով այդքան կդիմանա։ Նայեք, նույնիսկ եթե թանկ էլեմենտներ դիտարկենք, առաջին հայացքից կարա թվա, որ Xbox-ի կոնտրոլերը ավելի լավ տարբերակ է, բայց անկեղծ եմ ասում, ինձ ընդհանրապես դուր չի գալի էլեմենտի գաղափարը։ Ասենք, եթե խաղալու ընթացքում լիցքա թափվեց, ստիպված պետքա գնաս խանութ, նոր առնես կամ նախապես լիքը առնես ու պահես։ Արդար լինելով կասեմ, որ Xbox-ի կոնտրոլերի համար կարելի է առնել վերալիցքավորվող մարտկոց, բայց ես հիմա փորձում եմ այս սարքերը համեմատեմ իրանց սկզբնական տեսքով, ոնց տուփից գալիս են ու տուփից ինքը էլեմենտով է լինելու։ Չեմ կարծում մարդիկ առնում են խաղային համակարգերը, որ հետո հավելյալ գումարներ ծախսեն աքսեսուարների վրա։ Կարծում եմ բոլորին էլ հաճելի կլներ հենց միանգամից վերալիցքավորվող մարտկոցով օգտագործել։ Իսկ DualSense ուղղակի կարեք խաղալուց հետո կամ առաջ դնեք լիցքավորվելու ու վсё։ Նայեք, այստեղ իրոք դժվար է արդարացի որոշում կայացնելը։ Հա, ինձ ահա որ հարմար է PlayStation-ի DualSense-ով խաղալը, բայց ասենք Xbox օգտագործողներն է կարան ասեն, չէ, մեզ հարմար է S-ի, ոչ թե S-ի։ Դրա համար կարծում եմ արդարացի կլինի երկուսին էլ մեկական բալեր տալ։ Լավ, բա ոնց ձեռք բերենք խաղերը սարքերով խաղալու համար։ PlayStation-ի պարագայում կարաք ձեռք բերեք ֆիզիկական տարբերակով, ֆիզիկական դիսկի տեսքով կամ on-line PlayStation Store-ից։ Իսկ Xbox Series S-ի պարագայում նրանք կարաք ձեռք բերես Microsoft Store-ից դիսկի տեղ չունի։ Արդյոք դիսկի տեղ չունենալը մեծ թերություն է հիմա։ Անկեղծ որ ասեմ, այդքան էլ չէ, քանի որ կարծում եմ մարդիկ ավելի շատ նախընտրում են խաղերը on-line առնեն, նույնիսկ եթե դիսկով առնեք, այդ դիսկը ավելի շատ կրում է ինչ-որ հաստատող փաստաթղթի դեր, քանի որ ինքը չի կարա ամբողջ խաղի ինֆորմացիան պարունակի իր մեջ, ասենք դժվար 300 GB-ից ավել Call of Duty-ին տեղավորի այդ դիսկի վրա։ Մնացած անհրաժեշտ կոնտենտը մեկը on-line ներբեռնվելու է։ Եթե դիտարկենք on-line տարբերակով ձեռք բերելը, այստեղ PlayStation-ը հիասթափեցնում է, քանի որ չի լինում հայկական ակաունտ բացել, համ էլ չի լինում հայկական քարտ գցնել։ Կամ պետք է Amazon-ից նվեր քարտ առնես, կամ Apple Pay-ով վճարես, համ խաղերի համար, համ խաղերի ներսում վճարումների համար։ Հա, Apple Pay ունեցողների համար շատ լավ բան է։ Ես անձամբ փորձել եմ, լավ, արագ աշխատում է ու նույնիսկ
ուրիշ մեկը կարա իր Apple Pay-ով վճարի այդ խաղի համար։ Ասենք եթե ընկերդ եկել է ուզում է ինչ-որ խաղ խաղակ, կարա ինքը այդ խաղը առնի ու խաղակ երկուսով։ Բայց Apple Pay-ը մենակ iPhone-ի համար է։ Իսկ ինչ եթե դու ունես Android smartphone, всё, պետքա հույս դնես ուղղակի Amazon-ի նվեր քարտերի վրա։ Քանի որ Google Pay-ը չի աշխատում PlayStation-ում։ Ու անպայման նշեմ, որ Amazon-ի նվեր քարտերը աշխատում են մենակ ամերիկյան ակաունտների վրա։ Անկեղծ Amazon-ում ուրիշ երկրների համար նվեր քարտեր չեմ տեսել, եթե դուք տեսել եք, օգտագործել եք, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, դրա հետ մեկտեղ նաև բաժանորդագրվեք, դրեք լայք, ծխեք այն զանգակի վրա չի խանգարի։ Իսկ Xbox-ի պարագայում ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Ուղղակի ձեր ակաունտին կպցնում եք ձեր բանկային քարտը ու всё, առնում եք խաղերը, կատարում եք խաղերի մեջ վճարումները։ Այստեղ կարծում եմ միանշանակ միավորը գնում է Xbox-ին, քանի որ բոլորի համար է, այլ ոչ մենակ iPhone օգտագործողների։ Լավ, իսկ ինչ խաղեր կարաք խաղաք այս սարքերի վրա։ Երկուսի վրա էլ հասանելի են նոր դուրս եկող խաղերը, տարբեր ընկերությունների կողմից։ Հա, կարող է որոշ հզոր խաղեր ստիպված լինեք Series S-ի վրա խաղաք ցածր գրաֆիկայի ռեժիմով, բայց կարաք խաղաք։ Ընդհանուր առմամբ Xbox-ի համար հասանելի է մոտավորապես 16000 խաղ, իսկ PlayStation-ի համար մոտ 9000 խաղ։ Այս թվերը իրancs մեջ ներառում են նոր, բայց նաև հին խաղերը։ Ասենք նախորդ սարքերից, դրա համար էլ ունենք sense մեծ թիվ։ Բայց կարծում եմ այս խաղային համակարգեր առնողները առնելու են նոր դուրս եկող խաղերի համար ու exclusive խաղերի համար։ Բայց վերջերս տեղի է ունենում մի երևույթ, երբ Xbox-ի exclusive խաղերը հասանելի են դառնում PlayStation-ի վրա, բայց ոչ հակառակը։ Բացատրում են սա նրանով, որ Microsoft-ը Xbox-ի արտադրողը ավելի շատ փորձում է կենտրոնանա անպային խաղերի վրա, որ խաղալու հնարավորություն ունենան բոլորը անկախ սարքից ու տեղից։ Բայց իմ համար սա մի քիչ անհասկանալի բացատրություն է, կարծում եմ սրանք ավելի հեշտ ու հասարակ բացատրություն, դա ֆինանսական նպատակահարմարությունն է։ Exclusive խաղերը պահել Xbox-ի վրա զուտ նրա համար, որ գնորդը PlayStation-ի փոխարեն ընտրի Xbox-ը, կարծում եմ չի արդարացնում իրան ու ֆինանսապես ավելի նպատակահարմար է ուղղակի այդ խաղերը վաճառել PlayStation Store-ում ու ավելի շատ գումար աշխատել, քան ուղղակի ֆայլ Xbox-ի վրա ու մարդիկ մեկա գնան առնեն PlayStation։ Անկախ նրանից, որ Xbox-ի մոտ խաղերը քանակով ավելի շատ են, չեմ կարծում, որ մարդիկ խաղային համակարգերը առնում են հին ու անհասկանալի խաղերի համար, այլ առնում են նոր դուրս եկող exclusive ու լավ խաղերի համար։ Դրա համար այս միավորը գնում է PlayStation-ի։ Բաժանորդագրությունով խաղեր խաղալը գնալով ավելի ու ավելի է շատանում ու շատ մարդկանց համար ավելի լավ տարբերակ է, քանի որ կար ուղղակի բաժանորդագրվես, խաղը խաղաս, վերջացնես, ջնջես ուրիշ խաղ խաղաս։ Երկու սարքերն էլ տալիս են բաժանորդագրությունով խաղալու հնարավորություն, տալիս են 3 փաթեթ ու ամեն փաթեթ կախված գնից իր մեջ ներառում է հավելյալ հնարավորություններ։ Այդտեղ PlayStation-ն ունի մի հատ ավելի մեծ առավելություն։ Եթե դիտարկենք միջին փաթեթը, որտեղ երկուսի դեպքում էլ գները նույնն են, PlayStation-ը տալիս է 3 ամսով ու 1 տարով բաժանորդագրվելու հնարավորություն, որը վերջնահաշվարկում ավելի ձեռնտու է ստացվում։ Նայեք, եթե բաժանորդագրությունը դիտարկենք 1 տարվա կտրվածքով, 14.99 դոլար վճարելով 1 տարում կծախսեք $180։ 3 ամսվա բաժանորդագրությունը ձեռք բերելով կծախսեք $160։ Այդտեղ խնայում ենք $20։ Իսկ 1 տարվա բաժանորդագրությունը ձեռք բերելով կծախսեք $135։ Այդտեղ խնայում ենք $45։ Իսկ Xbox-ի պարագայում ընտրության հնարավորություն չկա, 1 տարվա կտրվածքով վճարելու եք մոտ $180։ Կարծում եմ բաժանորդագրություն նախընտրող մարդկանց համար ամեն ինչ ակնհայտ է, PlayStation-ը ավելի ձեռնտու տարբերակ է։ Լավ, բայց սարքերը ինչ արժեն, երևի թե ամենակարևոր հարցը, որ բոլորդ սպասում եք սրան։ Երկուսն էլ գալիս են միացման համար անհրաժեշտ լարերով ու 1 կոնտրոլերով, ու եթե հաշվի չառնենք տոնական զեղչերը, հա, որտեղ կարաք տոնական զեղչերով մի քիչ ավելի էժան ձեռք բերեք։ Եթե դա հաշվի չառնենք, PlayStation-ը արժի մոտ $550, իսկ Xbox Series S-ը մոտ $450։ Եթե ուղղակի 4 հաշվարկով գները համեմատում ենք, այստեղ կրում է Xbox-ը։ Անկեղծ փորձեցի մաքսիմալ օբյեկտիվ լինեմ ու այս համեմատության մեջ հաղթողա PlayStation-ը, քանի որ իրոք ընդհանուր առմամբ ավելի լավ տարբերակը, ավելի լավ ընտրություն է, ու եթե iPhone եք օգտագործում, вообще ավելի լավ տարբերակ է, բայց ընտրությունը ձերն է, դուք պետքա որոշեք, հաշվի առնելով այն առավելություններն ու թերությունները, որը նշեցի, արդյոք դրանք ընդունելի են ձեր համար, թե չէ։ Առողջ եղեք, միշտ նոր հանդիպում։ Կոնտրոլերների